Քրիստոս հարյավ իմերելոց Եվ երբ Հիսուս զատկի տոնին Երուսաղեմում էր գտնվում, շատերը հավատացին նրան, քանի որ տեսնում էին այն նշանները, որ կատարվում էր, բայց Հիսուս անձամբ վստահություն չուներ նրանց նկատմամբ, որովհետև ինքն ամենքին ճանաչում էր և կարիք չկար, որ որևէ մեկը վկայեր մարդու մասին, քանի որ ինքն արդեն գիտեր, թե ինչ կա մարդու հոգու մեջ։ Եվ փարիսեցիների մեջ Նիկոդեմոս անունով մի մարդ կար, որ հրեաների իշխանավոր էր։ Սա գիշերով եկավ նրա մոտ և նրան ասաց. «Ռաբբի, գիտենք, որ Աստծուց ես եկել որպես վարդապետ, որովհետև ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթե Աստված նրա հետ չլինի»։ Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը վերստին չծնվի, չի կարող Աստծու արքայությունը տեսնել»։ Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպես կարող է ծնվել մի մարդ, որ ծեր է, միթե կարելի է իր մոր որովայնը կրկին անգամ մտնել և ծնվել»։ Հիսուս պատասխան տվեց և ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը ջրից և հոգուց չծնվի, չի կարող Աստծու արքայությունը մտնել, որովհետև մարմնից ծնվածը մարմին է և հոգուց ծնվածը հոգի։ Դու մի զարմացիր, որ քեզ ասացի, պետք է ձեզ վերստին ծնվել, որովհետև քամին ուր ուզում է փչում է և նրա ձայնը լսում ես, բայց չգիտես որտեղից է գալիս և ուր է գնում, այդպես է և ամեն ոք, որ հոգուց է ծնված»։ Նիկոդեմոսը նրան ասաց. «Այդ ինչպես կարող է լինել»։ Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Դու ես Իսրայելի վարդապետը և այդ չգիտես։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, խոսում ենք ինչ որ գիտենք և վկայում ենք ինչ որ տեսել ենք և մեր վկայությունը չեք ընդունում։ Իսկ արդ, եթե երկրավոր բաներ ասացի ձեզ և չեք հավատում, ապա ինչպես պիտի հավատաք, եթե երկնավոր բաներ ասեմ»։ Այսօրվա կիրակին կոչվում է աշխարհամատրան կիրակի կամ կանաչ կիրակի։ Տեսեք, այսօր խորանի վրա ամեն ինչ կանաչ է, ծածկոցը կանաչ է, ավետարանի շուշպան կանաչ է, նույնիսկ մոմերն են կանաչ, մեր դպիրների հագուստներն են կանաչ։ Խորհուրդ կա սրա մեջ։ Ինչ խորհուրդ է կանաչ կիրակին։ Կանաչը կյանքի մշտադալարության չհնանալու մշտակենդանության խորհուրդն է, հավիտենականության խորհուրդն է։ Եվ կիրակի անունն էլ կոչվում է աշխարհամատրան, երկու բառեր՝ աշխարհ և մատուռ։ Մատուռն ինչ է։ Մատուռը եկեղեցին է, որոնք սկզբում կառուցվում էին մարտիրոսների, այսինքն Քրիստոսի անվան համար, հավատքի համար նահատակվածների, շիրիմների, նշխարների, մասունքների վրա են կառուցում և կոչվում են մարտիրոսանոցներ, մատուռներ, մարտիրոսների նահատակության տեղեր կամ իրենց սուրբ նշխարների պահպանության վայրեր։ Այսօրվա կիրակին կոչվում է աշխարհամատրան, ասել է թե աշխարհի համաշխարհային կամ ամբողջ աշխարհի քրիստոնեական եկեղեցու հիշատակն է, խորհուրդն է այսօր։ Այսօր Սուրբ Հարությունից հետո երրորդ կիրակին է։ Առաջին կիրակին մեր Տեր Հիսուս Քրիստոս հարություն առավ, երկրորդ կիրակին նորի խորհուրդն էր։ Ամեն ինչ նորացավ Քրիստոսի հարությամբ, նոր մտածում, նոր աշխարհայացք, նոր կյանք, նոր մոտեցում, նորացավ ամեն ինչ։ Աստված իր հարությամբ նորոգեց ամեն ինչ, որտեղ մինչև այդ մարդը եթե խավարի մեջ էր, հիմա լույսի մեջ է։ Եթե մինչև այդ մարդը հին աշխարհի կպած օրենքների մեջ էր, հիմա Քրիստոս նորը բերեց։ Այս կիրակի խորհուրդը եկեղեցու խորհուրդն է։ Քրիստոս
վերնատան մեջ հաստատեց առաջի քրիստոնեական եկեղեցին։ Եվ ինչպես հաստատեց։ Սուրբ պատարագի խորհրդով։ Վերջին ընթրիքի ժամանակ իր հացն ու գինին փոխեց իր սուրբ մարմնի եւ արյան եւ բաշխեց առաքյալներին։ Սա պատարագ էր։ Եվ Քրիստոսն ասեց. ով որ իմ մարմինը չուտի, իմ արյունը չմպի, նրա մեջ կյանք չկա, նա հարություն չի առնի։ Ուրեմն Քրիստոս ինքն իրեն պատարագեց եւ տվեց որպես մեծ փրկության կերակուր։ Եվ սրանով հաստատեց եկեղեցին։ Ուրեմն եկեղեցու հայրերն ասում են, որ առաջին եկեղեցին վերնատունն էր Երուսաղեմի, որտեղ Քրիստոս առաջին պատարագը ինքը մատուցեց։ Հետո այդ նույն վերնատան մեջ, երբ առաքյալները հավաքված էին հոգեգալստի ժամանակ, տեղի ունեցավ Սուրբ Հոգու էջքը, Աստվածային Սուրբ Հոգին, Սուրբ Հոգի Աստված իջավ եւ առաքյալներին լցրեց Սուրբ Հոգու շնորհներով, լցվեցին Սուրբ Հոգով առաքյալները։ Եկեղեցին այնտեղն է, ուր Քրիստոս է պատարագվում, եւ եկեղեցին այնտեղ է, ուր աստվածային շնորհներով լցվում են հավատացյալները, որոնք գալիս են եկեղեցի եւ մասնակցում են եկեղեցու սուրբ խորհուրդներին։ Այսինքն, ինչ ասել է, մարդը, որ ծնվում է աշխարհի մեջ, պիտի ապրի, իսկ ապրելու համար իրան տուն է պետք։ Ամեն մարդ, որ ապրում է աշխարհի մեջ, մի տան մեջ ապրում է։ Նույնիսկ այն մարդիկ, որոնք իրենց սեփական տները չունեն, հա, ապրում են էլի տան մեջ, վարձով են ապրում, մանկատանն են ապրում, ծերանոցում են ապրում, անօթևանների կացարաններում են, բայց ինչ որ տների մեջ են ապրում։ Մենք էլ որ ծնվել ենք աշխարհի մեջ որպես քրիստոնյաներ, մենք էլ մեր տունը պիտի ունենանք ապրելու, եւ այդ տունը եկեղեցին է։ Ճշմարիտ տունը, մնայուն տունը, հավիտենական տունը եկեղեցին է։ Գտեք մի շինություն աշխարհի մեջ, որ ավելի երկար է պահպանվել, քան եկեղեցին։ Կա այդպիսի շինություն։ Հայաստան աշխարհ շրջեք։ 200-300 տարեկան տներ չեք գտնի, բայց հազարամյա եկեղեցիներ բազմաթիվ կգտնեք։ Որտեվ սա է ճշմարիտ տունը։ Եվ այստեղ է մեր կյանքը ընթանալու, այստեղ մենք պիտի աճենք, զորանանք, Սուրբ Հոգու շնորհներով լցվենք, մաքրվենք, սրբվենք եւ դառնանք ազգ Աստծո, դառնանք ժողովուրդ Աստծո, ինչպես ասում էր այսօր Պողոս առաքյալը, ասում է, դուք մի ժամանակ ժողովուրդ չեք, հիմա ժողովուրդ եք, ազգ չեք, հիմա ազգ եք, այն էլ ընտիր ազգ եք, հա։ Ինչի նկատի ունի, մեր քրիստոնյա լինելը, մեր քրիստոնյա եկեղեցու անդամ լինելը, քրիստոնյա լինելը, այս ամենից կարևորն է, որովհետև եթե մենք քրիստոնյա չենք, մնացած ամեն ինչի իզուր է, եթե մենք Աստծով չենք, ուրեմն ոչինչով չենք, որտև ամեն ինչ Աստծով է, եւ մեր Տեր Հիսուս Քրիստոս դրա համար հարություն առավ, որ մենք դառնանք մի ազգ, մի ժողովուրդ, Աստծո ազգ եւ Աստծո ժողովուրդ, եւ բնակվենք Աստծո տան մեջ, որ է եկեղեցին։ Եվ այսօր այս խորհուրդն է։ Աշխարհի եկեղեցու աշխարհամատրան կիրակին է։ Աշխարհում Քրիստոս հաստատեց իր սուրբ եկեղեցին որպես բնակության տեղ, փրկության տապան բոլոր նրանց համար, ովքեր կհավատան Հիսուս Քրիստոսին։ Եվ այդ ամեն ինչի սկիզբը դրվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի հարությամբ։ Եկեղեցին մեր փրկության տապանն է։ Առանց եկեղեցու չկա փրկություն։ Եվ այսօրվա հատվածը, որ ընթերցվեց, դրա մասին էր։ Նիկոդեմոսին մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասում է, մինչև ջրից եւ հոգուց չծնվես, երկնքի արքայություն չես կարող մտնել։ Երկնքի արքայությունը եկեղեցին է երկրի վրա։ Երկնքի արքայության մանրակերտն է եկեղեցին։ Երկինքն է երկրի վրա եկեղեցին, Աստծո ներկայությունն է։ Քրիստոս է պատարագվում։ Իջնում են հրեշտակներ պատարագի ժամանակ եւ ասում ենք, սա հրեշտակների բնակարան է եւ մարդկանց խավարան, որտեղ մարդիկ խավություն պիտի ստանան մեղքերի։
Այստեղ մարդ Աստծո հետ պիտի հանդիպի, այստեղ մարդ Աստված հարաբերությունը պիտի կայանա։ Եվ ինչ է ասում Նիկոդեմոսին, ասում է մինչև ջրից եւ հոգուց չծնվես, դու եկեղեցու մեջ չես, դու եկեղեցու անդամ չես, դու երկնքի արքայության մեջ չես։ Եվ այդ ամեն ինչը սկսում է ջրից եւ հոգուց ծնվելով մեր մկրտությամբ, որ մենք հավատքով գալիս ենք սուրբ մկրտության խորհրդի եւ մկրտվելով դառնում ենք քրիստոնյա, մկրտվելով մտնում ենք եկեղեցի եւ պիտի մնանք եկեղեցու մեջ։ Եթե մենք մկրտվում ենք, բայց եկեղեցու մեջ չենք մնում, ինչ ասել է եկեղեցու մեջ չենք մնում։ Պատարակների չենք մասնակցում, եկեղեցու խորհուրդներին անհաղորդ ենք, եկեղեցին մեզ համար դառել է մենակ մոմ վառելու տեղ կամ մատաղի աղորդնելու տեղ, անիմաստ է, մենք եկեղեցու մեջ չենք, մենք եկեղեցու հետ կապ չունենք։ Եկեղեցին նախ եւ առաջ եւ առաջին հերթին Քրիստոսի պատարակն է։ Առանց պատարակի չկա եկեղեցի եւ եկեղեցին հատկապես պատարակի համար է, որովհետև մեր Տեր Հիսուս Քրիստոս պատարակվեց, զոհաբերվեց, խաչի վրա իր կյանքը տվեց, իր անունը թափեց մեր փրկության համար, եւ այդ խորհուրդն է, որ կատարվում է եկեղեցում։ Եվ սրանով է եկեղեցին դառնում եկեղեցի, եւ մենք գալիս ենք եկեղեցի, որպեսզի հաղորդվենք մեր Տիրոջ փրկական մարմնի եւ արյանը, որովհետև մեր Տերն ինքը ասաց, ով որ իմ մարմինը չուտի, իմ արյունը չխմի, նրա մեջ կյանք չկա, հարություն չի առնի, երկնքի արքայություն չի մտնի։ Էս է եկեղեցին։ Սրա համար է եկեղեցին, ուրիշ բանի համար չի, եկեղեցին մոմ վառելու համար չի։ Եկեղեցին սուրբ պատարակի համար է, եւ այդ սուրբ պատարակն էլ մեզ համար է, որպեսզի մենք մասնակիցը լինենք սուրբ պատարակի, մասնակիցը լինենք խորհրդին, որպեսզի եկեղեցի գալով մենք այս աշխարհից դուրս գանք եւ երկնքի արքայության մեջ հայտնվենք։ Այստեղ, որպեսզի մի օր էլ Աստված մեզ եկեղեցուց վերցնի եւ տանի երկնքի արքայություն։ Եվ էսա խորհուրդը, որ ըստ եկեղեցական կարգի մենք մեր ննջեցյալներին ուր պիտի դնենք, եկեղեցում պիտի դնենք։ Մենք մեր նորածին երեխաներին որտեղից ենք անուն տալիս եւ ընդունում, եկեղեցուց։ 8 օրեկանում մենք պիտի մկրտենք եւ իրենք կյանք պիտի մտնեն որպես քրիստոնյա։ Եվ երբ որ Աստված կամեցավ ննջեցին, պիտի բերենք դնենք եկեղեցի եւ աղոթքով եկեղեցուց ճամփենք դեպի երկնքի արքայություն։ Ասում է եկեղեցին հայկական մեն մի քարի տակ պահված դեպի երկինք բարձրացող գաղտնի ճամփամը ունի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս իր խաչելությամբ, իր սուրբ հրաշափառ հարությամբ մեզ շնորհեց նոր կյանք եւ այդ նոր կյանքը ապրելու միջոց, տեղ, խորհուրդ, որ է սուրբ եկեղեցին։ Քրիստոս հարյավ իմերելոց, օրհնյալ է հարությունը